Ահա եւ մեր հին Երևանը։ Սա Երևան հյուրանոցն էր, ժողովուրդ ջան։ Հայաստանի նկարիչների միությունն է, Կինո Մոսկվան։ Եվ ամենակարևորը այն հերվում սպորտի կոմիտեն, միակ մոտիկ ասեմ, այսօր սպորտի կոմիտեն է և այս պատիվյա տարիների իմ անունն է գրված է, նկարը սա կպած եղել։ Սա այսպես, սա մեր հին Երևանն է և ես ժամանակ շատ շիրին մեր պանտանքիչին հրաշք։ Իսկսես դուս ես գալի արդեն հատում ահիսային պողոտան, որը որ բատը չի լավն է, ուղղակի ծակ մենք սա ենք կարոտել, այս սա ենք կարոտել։ Ես գեղեցկություն եմ, սա, լավ աստեղ գոնե մի երկու ծառ են թողել։ Ես կապեն չի եղել, ավելացրել է ինչ-որ մեկը հյուրանոցի մոտ։ Հյուրանոցը գործում է, Ռուզան, հյուրանոցի Երևանը, անունների Երևան, Հյուրանոցի անունը չի փոխվել, վայ մտնենք մի հատ ովի տակ, որովհետև արևը խփեց։ Ասա ինչի չբերեցիր քո գլխարկդ, Անահիտ։ Ժողովուրդ ջան, ձեզ մի բան պետք է ասեմ, մի ճշմարտություն։ Երևանը, մեր հին Երևանը, հիմա շատերը կասեք, ինչի Հիսային պողոտալավն է, այո, շատ գեղեցիկ է, ես բան չունեմ ասել։ Ուղղակի այն է լավը, որ նա է, որ հոգեհարազատ քեզ որտեղ դու ծնվել ես, որ թվին ծնվել ես, եւ որտեղ ես դու քայլել, եւ դա ես դու կարոտում, թե չէ այս նոր շենքերը, որ կառուցում են, սրանք իմ համար սուֆրու բաներ են։ Բնական է պետք է կառուցի, հանկարծ չմտածեք, թե ես դեմ եմ դրան, ոչ, ես դեմ չեմ։ Ես ուղղակի ասում եմ այն, ինչ ես մտածում եմ, ասում եմ այն, ինչ ես զգում եմ։ Ես երբ որ իմ տարիքավոր կանայք եւ տղամարդիկ կհասկանան, երբ որ դու ապրել ես 80-ականներ, 90-ականներ, դու ապրել ես տեղ քո ուսումդ, քո մանկությունդ, քո երիտասարդությունդ, հիմնականում այն հասուն տարիքդ, դու վայելել ես քո քաղաքը։ Սա է։ Իսկ սա որ ես կառուցում եմ, օրենքով, ըստ օրենքի, այսքան մոտիկ շենքեր պետք չի լինի, բայց սա ինչ են կառուցում։ Միակ նայեք, էլ ժողովուրդ, իսկ թվում է հյուրանոց է սա։ Բնակելի շենքա թե հյուրանոցա։ Ամենայն դեպս կառուցում են եւ կառուցում եւ կառուցում։ Ես ուրախ եմ դրա համար։ Բայց այնքան լավ կլիներ ու 5 հարկանի շենքեր կառուցեին մեր հին ոճով, այս կենտրոնի մասը չփոխեին այդ ոճը, բայց ինչ արած։ Business is business, երներս։ Դրա համար ես են Ռուզանան գալիս են։ Ռուզան! Privetiki, buongiorno, bonjour։ Եվ ամենակարևորը, որ քայլում ենք մեր Աբովյան պողոտայով։ Ասողոտ ջան, հիմա մենք մտանք մի հատ սուվենիրի խանութ։ Սուվենիրի խանութը։ Սուվենիրի խանութը կոչվում է Դալա։ Խանութից դուրս ես գալիս։ Ներողություն, կարող եմ նկարել YouTube-յան ալիքիս համար։ Մերսի։ Ուրեմն այս դուրս ես գալի խանութից, քույրս ասում է, ստեղ շատ լավ հաց է տալիս։ Խանութը սա է։ Ինքը բավականին հետաքրքիր սուվենիրի խանութ է, չնայած դրան, որ ես ասեմ անկեղծորեն, կան վերնիսաժ եւ այլն, բայց այս խանութում ավելի շատ խտացված ձևով սուվենիրներ են, շատ հետաքրքիր եւ շատ ատիպիկ օրիգինալ։ Հիմա մի հատ մտնենք միասին եւ ես ձեզ ցույց տամ։ Ահա եւ դուրս չսիրում չեմ վարկյասին։ Ես չգիտեի, որ այստեղ ռեստորան կա, մենք հայտնաբերեցինք։ Խանութը գտնվում է կոչվում է Դալա։ Ինքը շատ գեղեցիկ ձևով դասավորված է եւ ելի եմ ձեզ ասում, կարող եք գնել շատ հետաքրքիր սուվենիրներ, նվերներ, ձեր բոլոր արտասահմանյան հայերին է խոսքս վերաբերվում։ Նայեք, տեսեք երեխեք, ինչքան գեղեցիկ, նախ դասավորված ձևն է, շատ գեղեցիկ ճաշակի դասավորված։ Այս ամեն ինչը դուք կարող եք գնել, նայեք, տեսեք այս գլխարկները։ Difícil era. Ահա եւ ձեր Անահիտի գլխարկը, որը գլխին փոքր է, բայց այսպես բաներ կարող եք գնել։
են հայկական, նայեք տեսեք ինչքան հետաքրքիր պորտմանչիկներ կան։ Այս տիպի բաներ դուք չեք գտնի, ասենք խոսքի վերնիսաժում կամ ինչ-որ պորտմաններն են շատ հաճելի, նայեք այս հեռախոսների համար։ Ասեմ թե շատ ճաշակով խանութ է սիրելիներս, մի վայրկյան, մի հատ խնդրում եմ սա նայեք, ափսոս մի վայրկյան, ես մի հատ խնդրում եմ ես կաշվից վարդերը նայեք, բրուշկան, սա ուղղակի հրաշք է, որ դնեք ասենք ձեր վերարկուների, ձեր կուրկաների, վատը նայա, որ այս տաղավարը, այս մասը շարժվում է, կես թվում է թե երկրաշարժ է, ասել ջեմիկի ժաշկ։ Ну, это բնականաբար սա կայ, նայեք ես դիրու համար ես գեղեցիկ բատյանը և շատ շատերը մի երկորքի գրել էին, մտում ինչ էդի մեր հայկականը չի դա թուրքականն է, ғալլատ է իրար ասեցի, որովհետև դա մեր հայկականն է, մեր հայկական տարածքն է։ Սա տեսեք, նայեք, տեսեք ինչ հետաքրքիր բաներ գործած, ձեռքի աշխատանք, մեր թագավորները և թագուհիները, նրանք ովքեր սիրում են սիրելիներս, Աբովյան փողոց, Դալան։ Սա այս գալիս եք ես կինո Մոսկվայով, իջնում եք և այս խանութը։ Ամենաբանը նա հետաքրքիր է sense օրիգինալը, որ մտնում ես այդ խանութը, մյուս կողմից դուրս ես գալի այդ ռեստորանը, իրոք արտակարգ ճաշակով։ Ռեստորանը ոնց որ գիտեք ոնց որ ինչ-որ ոնց որ ասենք ինչ որ տան բակում, Օբերժ են որ տան բակում նստած հաց ուտեն, հա, շատ հետաքրքիր օրիգինալ։ Ճիշտ ասած ես տեսա, բայց մտածեցի երևի իրանց բակն է, Ռուզան ասեց արի, ասեց այդտեղ նես լավ հաց են տալիս, ռեստորան է, եւ շատ ատիպիկ ռեստորան է, շատ դենց հայկական վայրենի։ Երիներս եկա վերնիսաժ։ Հիմա ես բավականին ման եկա, ճիշտ ասած, դուք գիտեք, որ իմ համար շատ կարևոր է կաչեստվան, որակը։ Եվ գինը ինքը արդարացնում է որակը։ Ուրեմն ասեմ ձեզ, ես այս մեր սիրուն աղջկա մոտ եկա Նելի եւ ճիշտ ասած նայում էի, էսենց նվեր էի գնելու եւ Նելին ասեց այսօր արդեն հոգնել եմ, բոլորը նայում են, շուռ են տալի եւ ոչ մեկ չի գնում։ Հիմա ես ձեզ ասեմ, Նելին ասեցի Նելի ջան, դա կոմերսն է, դա կյանքն է, ինչպես ֆրանսիացիներն են ասում, սելավի։ Պետք է լինես ավելի համբերատար եւ կգա բղսմատը։ Բայց ես մի բան պիտի ասեմ։ Ուրեմն մի հատ խնդրում եմ նայեք այս գործերը։ Նելի ունեն Instagram-յան էջ, ես կդնեմ Instagram-յան էջը։ Եթե կգաք դուք վերնիսաժ, մոտեցեք, շատ բարեհամբույր կապուտաչա, շատ սիրունիկ աղջիկ է եւ ամենակարևորը մի հատ խնդրում եմ գործերը նայեք, մի հատ խնդրում եմ այս արևը նայեք, իրոք գիտեք ինչ բաներ կա որ նայում ես, սա կեղտոտություն կա վրան կա, սա որ այս շաբլոն բաներ, արտակարգ, նրանք ովքեր կսիրեն արծած, մի հատ խնդրում եմ սա նայեք, այս վզնոցը նայեք, սա ուղղակի հրաշք։ Եվ գիտեք ինչն է, իր գործերը դուրս գալի, որ շատ գործեր ունի առանց քարերի եւ շատ որակով եւ շատ օրիգինալ։ Այո, սա նայեք, բայց սա ինչ լավն է Նելի ջան, հրեշտակի թևերը։ Այս հրեշտակի թևերը ընկերուս համար դե արնի, հրեշտակը առանց թևերի։ Եվ ամեն գործեր ունեն։ Սա նայեք ինչ օրիգինալ է շատ։ Սա նայեք ժողովուրդ ջան։ Ուրեմն Նելին գտնվում է 19 համարում։ Ամենօրյա։ Այսպես գալիս եք վերնիսաժ, ես մեջտեղի մոտով 23։ Շաբաթ կիրակի 23։ Նայեք դեմքը կապուտաչա ջպտերեսիկ կին է։ Ես հիմա իր մոտ բավականին բաներ տեսա, դե քանի որ դեռ ես այստեղ եմ, չեմ շտապում, հատ գնամ լիստը գրեմ ու ինչ պետք է գնեմ։ Ապրես Նելի ջան, շատ շնորհակալ եմ, շատ բարեհամբույր աղջիկ ես։ Շատ մերսի։ Միլենա ջան, բոլորը հարցնում են, թե դու ինչ ես անում, ինչ ուսման որ ճյուղն ես, բայ տատիկը ծառնային դուրը բաց է թողել, մի հատ փակի մեռնեմ արևից։ Հարցնում են տեսնեն դու ասենք որ ինչ չի փակում, չէ՞ ինչ որ բան խանգարում է միլ, հենց ինչ է անգե։ Ջուրնա։ Հա։ Բան որ մասնաճյուղն ես սիրում, ինչ մասնագիտություն ես սիրում, մի հատ բացատրի, որտեղ բոլորը տեսան որ դու լավ նկարում ես, լավ երգում ես։ Հիմա նկարչությունն է, բայց գիտարը ուրիշ է։ Ես պրոստը որ գիտար նվագում եմ, ես ուզում երգեր հորինեմ, բան։ Ահա։ Հասկանում եմ քեզ, այսինքն դու չես ուզում դա քեզ դառնա մասնագիտություն, դա ուղղակի հոբի է։ Գիտարը, բայց նկարչությունը չէ։ Նկարչությունը հոբի չի, որտեղ դու սիրում ես բան անիմացիա, չէ՞, ինչ որ այդ ոնց է կոչվում այդ անիմացիա։ 3D անիմացիա եմ ուզում անեմ։ 3D։ Հա։ Կամ է իր ստիլը։ Միլենա, օրինակ այդ մասնագիտությունը որ անում են, ես մի հատ ընկեր ունեմ, իրանք անում են բան գրաֆիստներ, դա նույն բանն է։ Կա չէ, որտեղ գրաֆիկական անիմացիա հենց։
Չէ, ինքը դրանք գրաֆիստներ են, այսինքն ես չեմ հասկանում թե ինչ մասնագիտությունն է, բայց իրանք լավ պետք է նկարեն ու հետո իրանք պուբլիսիտեներ են, ամ ռեկլամային գրաֆիստներ են։ Էդի կարանք ասենք, հա, բայց դրանք ավելի edit-ի ստիլ է, edit որ անում են, էլի, որ edit-ը վիդեո տանում է, չէ։ Հա։ Բայց ասենք տենց հա, պիտի որ լավ Հա, հասա բացատրի, հա։ Այդ անեցա, ես չգիտեմ դրա մասին։ Բայց քոնը հիմնական անիմացիա է, այսինքն այն որ այն մուլտիկների է։ Չգիտեմ։ Բայց դրա համար հատուկ ինստիտուտ կա Երևանում։ Ֆակուլտետ կա։ Հա, ինչ։ Ինչ նույն բանը, թվում դաշկասից դպրոցն է։ Յա։ Թումոր հենց դրա համար է։ Այսինքն Թումոյում շատ ճյուղեր կան, բայց ինքը ընտրել է կոնկրետ այդ ճյուղը, որ ինքը կարողանում է պերսոնաժներ հորինի, հա։ ըստ դրանց, ասենք, փոքրիկ, ասենք, ֆիլմեր, սենց բաներ, էլի։ Օրինակ հեսա Ֆրանսիան Միյունում, հեսա Թումար դուրս գալու։ Ֆրանսիայում։ Յա։ Ժամանակն էր որ Ֆրանսիայում դուրս գար, որտեղ Ֆրանսիայի էդուկացիոնը այդքան էլ լավը չի, ինչքան Հայաստանինը։ Այնտեղ ավելի հագուս են համել։ Հանգիստ են, իհարկե, ավելի արտիստիկ են։ Ինձ թվում է դա Փարիզում է լինելու, Միլենա, Փարիզում է լինելու, հետո Լիոնում։ Յա։ Вообще ֆրանսիական ուսումնական հաստատությունները, նույնիսկ ֆրանսիական համալսարանը, իրենք հիմնականում Լիոնի հետ են աշխատում։ Հա, տարօրինակ է, գիտեմ, Հայաստանը Անին, հա։ Լիոնի հետ կապ ունի։ Հա, գիտեմ, հա, այդ ֆրանսիական ինստիտուտ համալսարանը Լիոնի հետ կապ ունի։ Անին Ռուզանն ասեց ինձ։ Հա, в основном Լիոնի հետ, բայց ունի նաև մի հատ փոքրիկ ֆակուլտետ, նաև Թուլուզում։ Միլենա կինդեր սիրում ես, բալես։ Դավիթի սիրած շոկոլադն է, ժողովուրդ ջան, որ փոքրեր մենակ կինդեր էի արվում։ Բայց ես չեմ սիրել այդ կինդերը, ինքը շատ կաթնային է։ Բա մեծ է։ Հա, բայց ես սև եմ սիրել մի շոկոլադ, դառը հա սև շոկոլադ, 70-90։ Անել տորտը պիտի ուտեիր։ Իսկ մի հատ էլ հարց տամ, էլի Միլան, օրինակ դու չէիր ցանկանա դաշնամուր նվագեիր գիտարի տեղը։ Դաշնամուր չես սիրել։ Իսկ գիտարով կարաս, ասենք, իսկ գիտարով կարաս, օրինակ կոմպոզիցիաներ անես։ Հա, այնօր նվագեց գիտարով, երաժշտություն կարողանում։ Մռռեմ սիրուն օշկերիտ, ժողովուրդ ջան, դե լավ, այսքանով եկեք ավարտեմ ինտերվյուն Միլենայի հետ, թողնենք երեխեն հանգիստ հաց ուտի, շոկոլադ ուտի, մենք էլ մեր գործին անցնենք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, ոնց եք։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր մոտ օրերն ասում ես, թռնում են։ Եվ կհավատակ, որ միշտ է սենց է եղել, չնայած, բայց դե ամեն դեպքում ես գիտեք շարժումով մարդ եմ ու իմ համար այնքան կարևոր է, որ օրը արագ անցնի, լավ անցնի, բուրըն անցնի եւ միգուցե դրա համար էլ ես YouTube-յան ալիք բացեցի, որպեսզի ես ձեր հետ շփվեմ, որպեսզի ես նոր ընկերություն գտնեմ եւ ես դրա համար շատ ուրախ եմ։ Ուրեմն հայտարարությունս այսօր դուրս եմ եկել եթե, որպեսզի հայտարարեմ, ձայնից նորից կտրվեց, երեք գնացել ենք Սևան ժողովուրդ ջան։ Մի կտեսնեք վաղվա վլոգում 12 աստիճան եւ ես այսօր առավոտը փրշտա, բան ասեցի, օ, Անահիտ, ես ընդհանրապես ուշ եմ հիվանդանում, բայց երեք լավ մարսեցինք։ Ուրեմն դուրս եմ եկել եթեր, որպեսզի օֆիցիալ մի հայտարարեմ, որ բոլոր իմ հետևորդները, ովքեր կցանկանան ինձ տեսնեն, կապնվեք իմ հետ Instagram-ով։ Գիտեմ, որ բոլորդ էլ ունեք Instagram եւ բոլորդ էլ ցանկանում եք, որ մենք հանդիպենք ընդհանուր։ Ես ուղղակի ինձ եք տեսնեմ քանի հոգի եք, ովքեր եք, որտեղ արդեն ձեզ բոլորի ճանաչում եմ, եւ ըստ դրա ես կբաժանեմ խմբերի, որովհետեւ եթե շատ լինենք, միցակ չեմ կարող ոնց ասեմ լիարժեք խոսել ամեն մեկիդ հետ, դրա համար ավելի լավ կլինի երկու գրուպայի բաժանենք։ Ներող եղեք մեր Հայաստանի լավ հետևորդուներ, ովքեր ապրում են Երևանից դուրս, որովհետև ես ի վիճակի չեմ ստորմա դուրս գալու։ Երեք ուղղակի սենց անսպասելիորեն հապճեպ ձևով մենք որոշեցինք գնանք Դիլիջանի հաղարծին, որովհետև գնում էինք Սևան, բայց կանոնեցինք Դիլիջան հաղարծին, մոմ վառեցինք եւ հետ եկանք, այդքան շատ չենք մնացել։ Եվ ես երեք տեսա իմ լավ հետևորդուներից մեկը Գրանա ջան, կարող է Դիլիջան գաս։ Ես ուրախ եմ, որ դուք ի սրտե դուք ինձ
հրավիրում եք եւ ուզում եք տեսնել ինձ, բայց ինձ էլ ճիշտ հասկացեք, ես կաշխատեմ ամեն ձևով գոնե բոլորիդ հետ հանդիպեմ, նրանց իհարկե ովքեր ցանկանում են, եւ ներող եղի Ֆլորա ջան, ես հոգով սրտով քո հետ եմ, եւ համբուրները քեզ ուղարկում էկրանից են կողմ հաշվի թե մենք իրար տեսել ենք։ Ես շատ ասեմ դες երեխեք ջան, մեզ չի որ ասես առավոտ արտում եք, իմ մոտ էս երևանյան հանգիստը պասիվ հանգիստ է։ Ես առավոտյան արթնանում եմ, ես չեմ մտածում ոչ մի թղթերի մասին, ոչ մի սրա, նրա, ով գնաց, ինչ պիտի արվի բան, լրիվ ուղեղս անջատված եւ լվացված է։ Պատկերացեք արթնանում ենք, ես որ նախաճաշում եմ մեր մոտ Ֆրանսիայում առավոտյան ժամ 8:30-ի կողմեր, այստեղ ես նախաճաշում եմ համարյա 12-ին, այսինքն տվարոկ սմետան եւ բաժակ կոֆե եմ խմում սուրճ, լրիվ բարերը ռուսերեն ասեցին, հիմա այն суд հայրը կասին, «Что это такое? Творог сметана, это գզում են կատնաշորտը տասել»։ Ջանները ցաղելի պիտի ասեմ տվարог ու սմետան մենք գտնվում ենք Երևանում եւ ես խոսում եմ երևանյան акցենտով։ Ինչ եմ ուզում ձեզ ասել սիրիալիներս, ես այո, գիտեք ինչ, որ գալիս էստեղ սենց անջատում ես, բայց հետո գնում ես քո տունը ուրախանում ես, ասես վայ եկա գործել, կա չնայած որ պատկերացան գնամ, պիտի փոշի, մոշի, բայց դա թողնենք մի կողմի վրա, ես ամուսնուս երեկ խոսում եմ ամուսնուս հետ, ասում եմ ամեն շոկ է մեր մոտ 40 աստիճան, պատկերացրեք, որ մեր մոտ 36-37 աստիճան, դա ինչ ասեմ, պատալոկային է, էլի էս եւ չեմ ասում Դավիթից մոտ 42-43 աստիճան, ասեցի Աստված ջան, Երևանում թող սենց մնա մինչև վեր գնալը, հետո թող շոկի։ Հիմա ամուսինս ասում, այ մարդ արի ասում այդտեղի մի քիչ հովը բեր, այսինքն հովը 30 աստիճանը մեր մոտ Երևանի համար 30 աստիճանը ինքը շոկ չի, էլի երեխի ջան, հունիս ամսի համար, որ արդեն մենք հունիսի վերջն ենք։ Եվ Սևանը 12 աստիճան։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, ես ուրախ եմ, որ գտնվում եմ իմ Երևանում, այո շատերը ասում եք Անահիտ ջան նկարի, մենք կտեսնենք եւ այլն, ես շատ ուրախ եմ դրա համար, որ դուք կկտրվեք ինչ որտեղ ձեր առօրյայից մի քանի րոպե, 15-18 րոպե եւ դուրս կգաք իմ հետ մեր Երևանի փողոցները եւ կներեք այդ բարիերից կներանանք, մեզ կթափառենք միասին մեր երևանյան փողոցներում։ Այո, երևանյան փողոցները իմ համար, ես դες ասել եմ արդեն մեր հին պողոտաներն են, մեր հին շենքերը, մեր հին չեմ ասում եմ վիսոտնիները, 5 հարկանի, 4 հարկանի։ Գիտեք, հիմա ձեր համար ծիծաղելի կթվա, բայց ես այդ մայիսի 9-ի փողոցը այնքան եմ սիրել եւ մինչեւ օրս միակ շենքերը, որ պահպանվել են այդ հնություն եւ մաքուր են այդ շենքերը, դա այդ փողոցն է ժողովուրդ ջան։ Մեր փողոցի, մեր շենքի դիմացը բաններ, լոջիկների շենքի ենք ասում։ Այդտեղ այդ երկու կողմի շենքերը իր այդ ֆասադ, այդ քարի մոմենտը մնացել է եւ նենց հաճելի է մեր շուկան, չգիտեմ ինչա, ասում են որ բան են սարքել, վաշի կուզեմ մի հատ գնալ ման գալ, ուղղակի քայլել, թափառել։ Ես սիրում եմ, գիտեք յուրաքանչյուր մարդու ծննդավայր, ես Ֆրանսիայի համար խենթանում եմ, իմ ապրելու տեղի համար եմ խենթանում։ Ես ունեմ ամուսին, երեխա, իմ ծնողները, ընտանիքս ամբողջ ընդեղ են Ֆրանսիայում են, բայց ասեմ ձեզ, որ Հայաստանի հոտն ու ոնց որ դուք եք ասում, ուրիշ ինչ-որտեղ հագենում ես, մի տարվա ադրենալինը բարձրացնում է, հետո գնում ես քո քաղաք, քո գյուղ, չեմ կարող ասել հարթավայրերը եւ արդեն սկսում ես ապրել այդ բանով։ Գիտեք, ես ճշմարիտ խոսող մարդ եմ, բայց չգիտեմ ինչու, այս տարի, ժողովուրդ ջան, ասեմ լսեք, Երևանից տխրության հոտ եմ առնում, տխրության հոտը որ, տեսեք հոտ չկա չէ, բայց օդում տխրության հոտ եմ առնում, Երևանը ոնց որ տխուր լինի, նախ տուրիզմն է ոնց որ քիչ էս տարի, ասեմ ձեզ, միգուցե պատերազմների պատճառով է, միգուցե ֆինանս եւ այլ ամեն ինչ հենց է թանկացել։ Շատերին հետաքրքրի արդյոք Հայաստանում թանկացումներ կամ ամբողջ աշխարհում է թանկացումներ, հնարավոր ոնց կարող է պատահի Հայաստանում չթանկանար։ Եվ բայց կյանքը Երուսաղեմ, երեք մենք Սևանում, դուք կտեսնեք, ասեղ գծես տեղ չկար այդ ռեստորանում, մենք գնացինք որ ժամը 5-ին, ասեցին տեղ չկա, ժամը 7:30-ի կողմը։ Ինչ որ է, ուզում եմ ձեզ ասել, որ երում է կյանքը։ Այնօր մեկը Վարշավյանոցում ես մտել եմ մազերս սարքել,
մազերից գույնը փոխել եմ, ինչպես տեսնում եք։ Եվ մի հատ ամերիկահայ կին էր, ես ուղղակի սպասում էի, որ այդ աղջիկը ավարտեր, ասում է, չէ, ասում է, մեր մոտ երեկոյան գալիս ենք տուն ու վեր դուրը փակում ենք, նեշի որ գնան կաֆեներ եւ այլն, այո, տենց է, ժողովրդին, օտար երկրի ապրողները որ գալիս են ստեղ, իրենց թվում է, թե Երևանի ժողովուրդը լեզ գալիս են տուն ու ոզում են կաֆեներ, չէ, սիրելիներս։ Մարդիկ որ աշխատում են, ամբողջ շաբաթն աշխատում են, իրենք գալիս են տուն, իրանց տան գործ, ճաշ, տուն, ընտանիք, հնարավոր չի։ Հա, շաբաթ կիրակի դուրս է գալ, որտեղ երեք մենք որ գնացել էինք Սևադիլիջան, այդ հաղարտին մենք մինչև բարձրացել ենք 15-20 րոպե պրոբկաներ են, խցանումներ, բայց ինչու միայն տուրիստ չէ, ամբողջ մարդիկ իրաց երեխաները վերցնում գնում են ման գալու, հասկանում եք ինչ եմ ասում, երիտասարդության մենտալիտետն լրիվ փոխվել է։ Իրանք շաբաթ կիրակի չեն ցանկանում նստել տունը, ոնց որ մենք առաջ մեր ծնողները պիտի շաբաթ կիրակի լվացք, խարթուկ եւ այլն եւ այլն։ Ամուսին ասում արի երեխեքին վերցրել գնում ենք դեռ, հետո չմոռանանք որ նաև գոյություն ունեն մեքենաներ, շատ մեքենաներ, այն ժամանակ ամեն ընտանիք չէր որ ուներ մեքենաներ։ Ինչ եմ ուզում ձեզ ասել սիրելիներս։ Ռուզան եկավ լույս անջատեց։ Իմ սիրուն քույրիկ, տեսնում եք քույրիկիս մազերը ինչ լավն է։ Ոնց է լավ էր։ Շատ գնացիր եկար ռուզ։ Մի փոքր քաղաք այլ մեզ թվում է թե հերույա, որ ըստե երեք գնում էի Զեյթուն կենտրոնից, դե բոլորի տաքսիների մեջ նավիգատորա դրած, ուղղակի փորձի համար ասել տեսնեմ քանի կիլոմետր է, որ չտեսնեմ 4.5 կիլոմետր։ Վայ, լսի 4.5 Իմ աշխատանքը իմ տնից 20 կիլոմետրից ավելի է, 4.5 կիլոմետր, ոնց որ ես իմ տնից Այդայի մոտ պատկերացնում ես։ Հա։ Բայց ժամանակին մեզ թվացել է ոչ։ Շատ, հիմա էլ Ռուզան, հիմա որ դու ասեցիր Զեյթուն, ես ասեցի, ոյ, ինչքան հեռու է գնում։ Հա, պատկերացնում։ Նայեք իմ սիրուն քրոջ մազերն ինչ լավն է, Ռուզ ինչ սիրուն է կտրել հրաշք ես դու գեղեցկուհիս։ Ինչ եմ ասում սիրելիներս, ես ուղղակի դուրս եկա եթե որ օֆիցիալն ձեզ ասեմ, որ ես սպասում եմ Instagram-ով ձեր բոլորիդ չեմ ասում, ես չեմ կարող հատիկ հեռախոսները միացնել, ուղղակի դուք ինձ ասեք, դուք ինչ ուզում եք տեսնել եւ քանի հոգի են տեսնում, որպեսզի ես բաժանեմ երկու խմբի, որ շատ չլինեն։ Եթե քիչ է, մի խումբ կանենք։ Սպասում եմ ձեզ, իսկ նրանք ովքեր Instagram չունեն, ունեք թորնիկներ, ունեք երեխաներ, ասեք թող իրաց միջոցով Instagram-ով ավելի փակ կլինի, որովհետեւ չեմ ուզում որ YouTube-ով ամբողջը տեսնեն, թե մենք որտեղ ենք հանդիպում եւ քանիսի եւ այլն եւ այլն։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ եւ ես անցնեմ իմ գործերին, որտեղ ես հիմա այսօր ամրագրել եմ պեդիկյուրի համար, ոտքերի մաքրման, մանիկյուր եւ այլն, վաղը մենք հարսանիք ենք եւ անցնեմ իմ գործերին։ Դե ինչ սիրելիներս, հուսով եմ, որ վլոգը ձեզ դուր եկավ, մի քանի րոպեով կտրվեցիք ձեր առօրյայից, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը եւ ձեր նպատակների իրականացում, ցանկանում եմ նրանք, ովքեր չեն եկել վաղուց Երևան գան եւ իրենց կարոտն առնեն, եւ ամենակարևորը բոլորի ցանկանում եմ առողջություն, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ սիրելիներս ասում եմ ձեզ մեր գեղեցիկ քաղաքից, պակա, պակա։